կարճահասակ հերոսներ են, եթե անգամ ակնոց հագնեն, դժվար թե նրանց տեսնեն, նրանք այնքան փոքրիկ են, կարծես գոյություն չունեն, իսկ թե ովքեր են այդ ֆիքսիկները, գաղտնիք է շատ-շատ մեծ, իսկ թե ովքեր են այդ ֆիքսիկները, գաղտնիք է շատ-շատ մեծ, իսկ թե ովքեր են այդ ֆիքսիկները, գաղտնիք է շատ-շատ մեծ։ Ռեֆլեքսները։ Մեկին գումարած երկու, որքան կլինի։ 3, հիշեցիր, հավ, պետք է հաչել 3 անգամ։ Դա շատ բարդ է նրա համար։ Գուցե նրան սովորեցնենք ցատկել օղակի միջով։ Փորձել եմ, չի ցատկում։ Դե, կծանիկ, ցատկիր։ Դու նրան շաքար ցույց տուր։ Կծանիկ։ Ալե, հոպ։ Դե ցատկիր։ Դե լավ, Դիմդիմիչ, մենք պետք է դպրոց գնանք։ Առայժմ վարժեցնող։ Դու, կծանիկ։ Այսօր դասի ընթացքում մենք կխոսենք ռեֆլեքսների մասին։ Ինչի մասին։ Ուշանում եք։ Կոլեգա, իսկ դուք չեք տեսել իմ ակնոցը։ Այն ձեր ճակատի վրա է, կոլեգա։ Իսկապես որ։ Ներեցեք որ խանգարեցի։ Շարունակում ենք դասը։ Եվ այսպես։ Շնորհակալ եմ։ Իսկ դուք ինչու եք անընդհատ վերածվում պտուտակներին։ Որովհետև մենք պետք է թաքնվենք մարդկանցից։ Սակայն պրոֆեսոր Չուդակովից կարելի է չթաքնվել։ Բայց մենք չգիտեինք, որ դա նա է։ Ճիշտ է։ Դուք դեռ չեք հասցել մտածել, իսկ արդեն վերածվեցիք։ Գործեց ռեֆլեքսը։ Սուրական լեզվով ասած, ռեֆլեքսը դա այն է, երբ մեր մարմինն ինչ-որ մի բան այնքան արագ է կատարում, որ մենք չենք հասցնում մտածել անգամ։ Երբ մենք հպվում ենք մի որևէ շատ տաք բանի, ապա ակնթարթորեն ետ ենք քաշում ձեռքը։ Երբ վայր ենք ընկնում, հավասարակշռությունը պահպանելու համար թափահարում ենք ոտքերով և ձեռքերով։ Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե մենք սկսեինք մտածել, ինչպես և որ ուղղությամբ թափահարենք ձեռքերը։ Այնպես որ կարելի է ասել, որ ռեֆլեքսները պահպանում են մեզ։ Իսկապես որ պահպանում են։ Վայ, գիտես կոր է գալիս։ Դերեցեք չէի ուզում։ Պրոֆեսոր, իսկ փռշտոցը դա նույնպես ռեֆլեքս է։ Միանք հավայն իրավացի ես։ Ֆայերը չէր ուզում, սակայն խուտուտ եկավ և նա փռշտաց։ Առողջություն։ Շնորհակալ եմ։ Իսկ շները նույնպես ռեֆլեքսներ ունեն։ Եվ շները և բոլոր կենդանիները։ Այո, և վարժեցնողներն օգտագործում են այդ ռեֆլեքսները կենդանիներին սովորեցնելու համար։ Շատ մարդիկ իրենց ընտանի կենդանիներին սովորեցնում են խաղալ գնդակով, հաշվել և նույնիսկ բարել։ Կարճ ասած վարժեցնում են։ Լավ վարժեցնողը ձեռքի տակ միշտ մի որևէ անուշեղեն ունի։ Հենց որ կենդանին ճիշտ է կատարում հրամանը, կանգնում է հետևի ոտքերի վրա կամ ցատկում անցնում է արգելքը, հյուրասիրություն է ստանում։ Իսկ վարժեցնողը տեղում ազդանշան է տալիս, չխկացնում է մատներով կամ սուլում է սուլիչով։ Երկարատև մարզումներից հետո կենդանիների մոտ ձևավորվում է ռեֆլեքս։ Լսեցիք ծանոթ ազդանշանը, կատարիր հրամանն ու որ սա անուշեղեն է, բայց վարժեցման մեջ ամենագլխավորը սավին սիրելն ու չնեղացնելն է։ Հակառակ դեպքում չի օգնի և ոչ մի անուշեղեն։ Դիմդիմիչ, իսկ մենք արդեն գիտենք ինչպես վարժեցնել կծանիկին։ Ինչպես։ Ռեֆլեքսների օգնությամբ։ Ինչ։ Կանչիր կծանիկին։ Կծանիկ, ինձ մոտ։ Մի առաջադրանք տուր նրան, տվաբանությունից։ Մեկին գումարած երկուս որքան կլինի։ Ճիշտ է, 3, հրաշք է։ Հրաշքներ չեն լինում, սա գիտություն է։ Պարզապես կծանիկը միշտ հաչում է ֆիքսիկ տեսնելիս։ Դա ռեֆլեքս է։
պարզ է։ Իսկ ինչպես սովորեցնել նրանց հատկել օղակի միջով։ Մենք չենք մտածել։ Իսկ ես մտածել եմ, հետապնդել ֆիքսիկներին։ Չէ՞ որ դա էլ է կծանիկի ռեֆլեքսը։ Հավանաբար, բայց Դե ինչ, վարժեցնենք շանը։ ինչ չես անի ընկերոջդ համար։ Կծանիկ։